Համանուն Խաչիկ Մանուկյան։ Վաղար շաբաթ համայնքի ավականու ընտրություններում հայրենի կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը ամփոփեց իր քարոզարշավը։ Բնակիչների հետ ջերմ եւ անմիջական շփումների ընթացքում Մանուկյանը ականջալուր է եղել նրանց բարձրացրած հարցերին եւ արձանագրել նրանց հուզող խնդիրները։ Լավ, երեխեք ջան, այստեղ շատ լուրջ խնդիրներ կա ուրեմն։ Պետք է զբաղվենք լուրջ։ Գալիս են, խոստանում են, խոստումներ, երդումներ են տալի, բայց արդյունքում ոչ մի բան հետագայում չի լինի։ Հիմա էսա նաև պատճառը, որ ես էլ եմ եկել, հիմա ջահել կուսակցությունն է, ես ասել եմ, որ մի ջահել կուսակցություն լինի, որ այս մարդիկը մի լավ բան անելու։ Հիմա ես էլ միացել եմ իրենց հետ, եկել եմ, որ կարենամ նաև պետք է ինձ միանա ժողովուրդը։ Եթե ժողովուրդը չմիանա, ես ով եմ։ Բնակիչները ամեն օր ողջունում էին հայրենի կուսակցության թեկնածուին եւ հաջողություն մաղթում առաջիկա ընտրություններում։ Նախընտրական թիմի ուղեկցությամբ Մանուկյանը հանդիպել եւ զրուցել է բնակիչների հետ, նրանց հորդորելով անպայման մասնակցել ընտրություններին, որպեսզի իրենց ձայները չփոշյանան։ Հայերը զարթնում են, մեր երկրի բնակիչները այս թմբիրից դուրս են գալիս, դրա վկայությունն է եւ Գյումրին, եւ Փարաքարը, եւ բոլոր այն համայնքները, որտեղ երկրի հակառակ կողմից եկածները պարտվում են, նրանք ովքեր ստով, կեղծիքով, խաբեությամբ զավթեցին իշխանական աթոռները, հիմա ստիպված են լինում հեռանալ այդ աթոռներից, բայց նրանք իհարկե չեն հասցնի հեռանալ, նրանք կանգնելու են հայոց արդարադատության առաջ։ Խաչիկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանության ներկայացուցիչները չեն կարող հաղթանակներ ունենալ մի երկրում, որտեղ մարդիկ իրենց ճանաչում են, քանի որ նրանք դիմակազերծ եղածներ են։ Իրենց դիմակազերծ եղածով տեսնում ենք, որ հայի շահերի սպասավորները չեն, մեր ժողովրդի, մեր երկրի սպասավորները չեն։ Մենք տեսնում ենք, թե սրանք ինչ խոնարհությամբ, ինչ ցնծությամբ են մոտենում մեր ժողովրդի թշնամիներին եւ պարբերաբար փորձում են դրանց դարձնել որպես բարեկամներ, բարեկիրթներ։ Խաչիկ Մանուկյանը կոչ արեց վաղարշաբաթցիներին միասին կերտել արժանապատիվ ապագա։ Նա նշեց, որ միասին ցույց կտան, որ հայը տերն է իր երկրի իր արժեքների։ Մենք ցույց ենք տալու, որ էջմիածնեցին վաղարշաբաթ խոշորացված համայնքի ցանկացած բնակիչ տերն է մայր աթոռի եւ այն ղողանջները, որոնք բարբերաբար հնչում են մեր քաղաքի վրա, դրանք հաղթության նոր արշալույսներ են բերելու։ Հայրենի կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ամփոփելով վաղարշաբաթ համայնքում իրենց քարոզարշավը նշեց, որ այս 7 տարիներին մսխել է ժողովրդի վստահությունը, միայն վարչական ռեսուրսի չարաշահմամբ բռնության գործիքակազմը կիրառելով վերարտադրվելու շանս ունի։ Իրենք այնպիսի ընտրախախտումներ էին անում, որ դպրոցական դասագրքի առաջի դասարաններում են այդպիսի ընտրախախտումներ են։ Մասնավորապես ինչ եք նկատել։ Մասնավորապես նկատել ենք վարչական ռեսուրսի անսահման չարաշահումը, երբ որ ընտրական քարոզարշավի հենց առաջին օրը վաղարշաբաթը ունի 187 բազմաբնակարան, 187 բնակարանում բոլոր բնակարանների վրա բազմաբնակարան վարչական ռեսուրսի կիրառմամբ խփված էր տեխնացուի պաստառները։ Հետո հասկացան, որ դա շատ, այսպես ասած, ակնհայտ խախտում է, արագորեն նույն վարչական ռեսուրսով սկսեցին դրանք հետ վերադարձնել։ Հայրենի կուսակցության անդամները համոզված են, որ ընդդիմությունը վաղարշաբաթում հաղթանակ է տոնելու։ Մենք ձեզ առաջարկում ենք ունենալ համայնքային իշխանություն, որը 30 տարի շարունակ չեք ունեցել։ Մենք ձեզ առաջարկում ենք ունենալ իշխանություն, որը ոչ միայն թուղթ կտրամադրի ձեզ, տեղեկան կտրամադրի կամ տարվա մեջ մի քանի փողոց ասֆալտ կանի, այլ կգա յուրաքանչյուրի դուռը, կլսի յուրաքանչյուրի հոգսը ու կտա դրանց լուծումները։ Խաչիկ Մանուկյանը հայտնեց, որ հայրենի կուսակցությունը շատ լուրջ թիմային աշխատանք կատարեց եւ պատրաստ են իրենց ծրագիրը կյանքի կոչել, եթե համայնքի բնակիչները վստահեն իրենց։ Մենք միասին կարողանալու ենք ունենալ հավերժությունը, այն հավերժությունը, որի համար մեր քաջերը իրենց կյանքը զոհաբերեցին, լինելու է այդ օրը եւ մենք կեղծ խաղաղությանը հակադրելու ենք իրական արժանապատիվ խաղաղություն։